Երկրի սառցադաշտերը արագորեն հալչում են, եւ դա հաստատում են ճշգրիտ չափումները, որոնք իրականացել են վերջին տասնամյակների ընթացքում։ Շվեյցարիայի տեղագրագետների կողմից հավաքած եզակի ֆոտոարխիվը թույլ է տվել գիտնականներին գնահատել 1930-ական թվականներից ի վեր ալպյան գագաթների սառույցի քանակը եւ հետևել դրանց փոփոխություններին դրանցից հետո։ Մինչև 2016 թվականը տեղական սառցադաշտերը կիսով չափ կրճատվել են, եւ այդ ժամանակվանից դրանք ել ավելի արագ են հալվում։ Շվեյցարիայի ժամանած տեղագրագետները ֆոտոգրամետրիայի միջոցով գնահատել են սառցադաշտերի ծավալները, արխիվի միջին ամսաթվի 1931 թվականին եւ համեմատել դրանք ճշգրիտ չափումների սկզբում ստացված տվյալների հետ 2016 թվականի։ Այս ընթացքում սառույցի քանակը նվազել է 51.5%-ով, կեսից ավելի։ Այս անկումը միշտ չէ, որ առաջացել է նույն տեմպերով։ 1920-ական եւ 1980-ական թվականներին նույնիսկ եղել է սառցադաշտերի աճի ժամանակաշրջաններ, բայց ընդհանուր առմամբ միտումը պարզ է։ Ավելին, ժամանակի ընթացքում գործընթացը միայն արագանում է։ Ընդամենը 6 տարվա ընթացքում 2016-ից 2021 թվականներին գլոբալ տաքացման ներկայիս տեմպերով սառույցը նվազել է եւս 12%-ով։ Մոլորակի ամենամեծ սառցադաշտերը հալվում են նույն արագությամբ Անտարկտիդայում եւ Գրենլանդիայում։ Կլիմայագետների կարծիքով գործընթացը զարգանում է ամենավատ հնարավոր սցենարով։ Ֆլորիդայի Քենեդու տիեզերական կենտրոնում տեղադրված է երկաստիճան գերծանր տիեզերական արձակման համակարգ 25 տոննա կշռող Orion բազմաֆունկցիոնալ տրանսպորտային միջոց, որի նպատակն է անօդաչու կերպով լուսնի ուղեծիր դուրս բերել Օրիոնը։ Առաքելությունը կտևի 42 օր եւ 3 ժամ։ Այս ընթացքում Օրիոնը կթռչի երկրի արբանյակի շուրջը մի քանի օր կստուգի նրա բոլոր համակարգերը, որից հետո նորից կթռչի լուսնի շուրջ եւ կվերադառնա մեր մոլորակ։ Արդյունքում վայրեջքի պարկուճը հոկտեմբերի 10-ին պետք է ցած նետվի Խաղաղ օվկիանոս։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, ապա 2024 թվականին տեղի կունենա առաքելություն արդեն օդաչուի մասնակցությամբ։ 2025-2026 թվականներին ավելի քան 50 տարի անց ամերիկացիների հաղթական վերադարձը երկրի արբանյակ կարող է տեղի ունենալ։ Ռենտգենյան դիտարկումները հաստատում են հեռավոր գալակտիկայում գերզանգվածային սև խոռոչների մոտալուտ միաձուլումը։ G1430-2303 գալակտիկայի ակտիվ կենտրոնն իրեն տարօրինակ է պահում։ Շատ շուտով նրանում տեղի կունենա մի զույգ գերզանգվածային սև խոռոչների միացում։ Գալակտիկան գտնվում է մեզնից 1.1 միլիարդ լուսնատարի հեռավորության վրա, կոշիկների համաստեղությունում եւ ունի մոտ 150 միլիարդ արևի զանգված։ Դրանից եկող ճառագայթումը տատանվում է բավականին կանոնավոր պարբերականությամբ, եւ այդ տատանումների հաճախականությունը մեծանում է ժամանակի ընթացքում։ Սա ենթադրում է, որ գալակտիկայի ակտիվ կենտրոնում կա ոչ թե մեկ, այլ միանգամից մի զույգ այդպիսի առարկաներ, որոնք մոտենում են միմյանց եւ պատրաստվում են միաձուլվել։ Միաձուլումը կարող է տեղի ունենալ 3 տարի, սակայն 100%-անոց որոշակիություն դեռ չկա։ Սև խոռոչների միաձուլումը մեր տիեզերքի ամենահզոր գործընթացներից մեկն է։ Դրանից առաջանում են գրավիտացիոն ալիքներ, տիեզերական ժամանակի ալիքներ, որոնք վերջին տարիներին կարողացել են հայտնաբերել ցամաքային գործիքներ, ինչպիսիք են LIGO եւ Virgo աստղադիտարանները։ 2015 թվականից ի վեր մի քանի նման իրադարձություններ են գրանցվել։ Անհնար է լիովին պատրաստվել G1430-2303 գալակտիկայի ապագա իրադարձությանը եւ այսքան կարճ ժամանակում գործարկել նոր գրավիտացիոն ալիքների աստղադիտարաններ։ Եթե միաձուլումն իսկապես տեղի ունենա, ապա այն պետք է դիտարկել ավանդական գործիքներով, տարբեր տիրույթներում գործող աստղադիտարաններով։ Այնուամենայնիվ, նման աշխատանքը կարող է շատ հետաքրքիր մանրամասներ բացահայտել բուն միջոցառման եւ դրա մասնակիցների մասին։ Մետամորֆոզի ժամանակ բզեզների ձագերը թաքնված են իրենց սիմբիոն բակտերիաների գրպաններում։ Լագրայի շատ տեսակների էգերը ձվաբջջի կողքին գտնվող իրենց գեղձերում կրում են օգտակար բակտերիաների խառնուրդ։ Երբ նրանք ձու են դնում, բակտերիաները քամվում են գեղձերից եւ նստում ձվերի մակերեսին ու պաշտպանում բզեզների ձվերը, թրթուրներն ու ձագերը սնկերից։ Ավելին, այդ բակտերիաներից մի քանիսն ի վիճակի են գոյատևել բզեզի մարմնից դուրս։ Գիտնականները միկրոհաշվարկային տոմոգրաֆիայի միջոցով սկանավորել են երկու տեսակի՝ Lagria villosa եւ Lagria hirta'i ձագերը եւ հայտնաբերել էգ ձագերի կրծքային հատվածի վերջում 3 եզակի երկբլթակ գրպան։ Նմանատիպ կառուցվածքներ միջատների այս տեսակների մեջ նախկինում հայտնի չէին։
Պարզելու համար, թե ինչպես են բակտերիաները շարժվում մեծահասակների սեռական օրգաններ, ձագերի գրպաններից եւ գեղձերից, գիտնականները ձագերի մակերեսին ցրեցին պոլիստիրոլի լյումինեսցենտային շատուլունքներ մոտ 1 միկրոմետր լայնությամբ։ Հասուն միջատի ձագի զարգանալուց եւ առաջանալուց հետո գնդիկների մեծ մասը հայտնվել է բզեզի որովայնի ծայրում, հենց այնտեղ, որտեղ գտնվում են սեռական օրգանները։ Հեղինակները կարծում են, որ գնդիկները եւ ենթադրաբար սիմբիոնները շփման միջոցով տեղափոխվում են սեռական օրգաններ ելքի գործընթացում։ Գադջետների կապույտ լույսը հանգեցնում է վաղաժամ ծերացման, առնվազն ճանճերի մոտ։ Էկրանի դիմաց ավելորդ նստելը հանգեցնում է գիրության ու հոգեբանական խանգարումների։ Այժմ գիտնականները հայտնաբերել են նոր պոտենցիալ սպառնալիք մարդու առողջության համար։ Օրեգոնի համալսարանի գիտնականները պարզել են, որ նույնիսկ ամենաժամանակակից անվնաս հեռախոսները, հեռուստացույցներն ու համակարգիչները այնքան էլ անվնաս չեն։ Դրանց արձակած կապույտ լույսի ազդեցության տակ մրգային ճանճերը սկսել են ավելի արագ ծերանալ։ Հասկանալու համար, թե ինչպես կապույտ լույսը կարող է ազդել ճանճերի կյանքի տևողության վրա, գիտնականները համեմատել են մետաբոլիտների մակարդակները երկշաբաթյա կապույտ լույսի տակ գտնվող միջատների եւ լիակատար մթության մեջ գտնվող միջատների մեջ։ Պարզվում է, որ կապույտ լույսի ներքո պահվող ճանճերի մարմնում բջիջներն աշխատում են մաշվելու համար, ինչը կարող է հանգեցնել նրանց վաղաժամ մահվան եւ բացատրել վաղ ծերացումը։ Մի կողմից արդյունքները տագնապալի են թվում։ Այսօր մարդիկ գրեթե անընդհատ օգտագործում են տարբեր գադջետներ եւ կարող են երկար ժամանակ գտնվել կապույտ սպեկտրի LED լամպերի տակ։ Հետևաբար կա հավանականություն, որ մեր բջիջները ենթարկվելով կապույտ լույսի ազդեցությանը ավելի վաղ են ծերանում։ Մյուս կողմից ճանճերը եւ մարդիկ ֆիլոգենետիկ առումով բավականին հեռու են միմյանցից։ Հետևաբար մարդկանց համար կապույտ լույսի վտանգի մասին միանշանակ եզրակացություն անելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ գոնե կաթնասունների մոտ։ Իսկ մոտ ապագայում գիտնականները պատրաստվում են նման փորձեր անցկացնել։ Ռուս գիտնականները ստացել են նոր բարձր արդյունավետ կատալիզատոր ածխաթթու գազի արդյունաբերման վերամշակման համար, որը կդարձնի այս գործընթացը պարզ եւ էժան։ Աշխարհի գիտնականները պայքարում են բավարար արդյունավետ եւ դիմացկուն կատալիզատորներ գտնելու համար, միացություններ, որոնք արագացնում են քիմիական ռեակցիան, որոնք կբարձրացնեն ածխաթթու գազի վերամշակումը կանաչ տնտեսության համար։ Միսիս գիտության եւ տեխնոլոգիայի համալսարանի գիտնականները Մոսկվայի պետական համալսարանի եւ Զելինսկու օրգանական քիմիայի ինստիտուտի գործընկերների հետ միասին մշակել են ածխաթթու գազի վերամշակման համար արդյունաբերական կոբալտ-նիկելային կատալիզատորի ստացման նոր պարզեցված մեթոդ։ Այս կատալիզատորները զանգվածային համաձուլվածք են, որոնք ձևավորում են փրփուր եւ բարձր ակտիվ մասնիկներ։ Սիներգետիկ փոխազդեցության շնորհիվ կատալիզատորները ավելի ինտենսիվ են փոխազդում ածխաթթու գազի մոլեկուլների հետ եւ ունեն ավելի բարձր կայունություն համեմատած գոյություն ունեցող անալոգների հետ։ Կատալիզատորները ապահովել են նման կատալիզատորների պարզությունը այրելով ռեակտիվ սոլգելերը։ Հետագայում գիտական խումբը մտադիր է շարունակել նոր, արդյունավետ եւ կայուն կատալիզատորների որոնումները։ Հետազոտությունը հրապարակված է Materials ամսագրում։ Հին խաղալիքները խանգարում են շրջանաձև տնտեսությանը։ Շատ ընտանիքներ ունեն հին պլաստիկ խաղալիքներ, որոնք ծնողները տալիս են իրենց երեխաներին խաղալու նույնիսկ չիմանալով, թե որքան վտանգավոր են դրանք։ Հին պլաստիկը կարող է պարունակել ոչ միայն վտանգավոր քիմիական նյութեր, այլև նման խաղալիքները խնդրահարույց են վերամշակման առումով։ Հարց է առաջանում, արդյոք սկզբունքորեն հնարավոր է թունավոր խաղալիքների վերամշակումը, եւ եթե այո, ապա ինչպես։ Ընդհանուր առմամբ Գյոթեբորգի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են 157 պլաստիկ մանկական խաղալիքների բաղադրությունը։ 104-ը պատրաստված մինչև 2014 թվականը, երբ լրացուցիչ սահմանափակումներ են ընդունվել խաղալիքների թույլատրելի բաղադրության վերաբերյալ, իսկ 53-ը պատրաստվել են ավելի ուշ։ Պարզվել է, որ հին խաղալիքների 84%-ը եւ նոր խաղալիքների 30%-ը պարունակում են վտանգավոր ֆտալատներ եւ քլորացված պարաֆիններ, թույլատրելի սահմանը գերազանցող կոնցենտրացիաներով։ Հիմնվելով իրենց աշխատանքի արդյունքների վրա, գիտնականները եկել են այն եզրակացության, որ բոլոր դեն նետված խաղալիքների ընդհանուր մշակումն անիրագործելի է, եւ վտանգավոր քիմիական նյութերի ներթափանցումից խուսափելու համար անհրաժեշտ է վերամշակող նյութերի լրացուցիչ բաժանում հին եւ նոր խաղալիքների միջև։ Նախ պետք է ավելի շատ հաղորդակցություն լինի ծնողների հետ եւ խրախուսվի նրանց դեն նետել հին խաղալիքները կամ գոնե դրանք չտալ իրենց երեխաներին։
Գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի տարիքը կապված երկարակեցության հետ։ Դանիայից եւ ԱՄՆ-ից գիտնականները պարզել են, թե ինչպես է քնի խանգարումը ազդում մահացության վրա։ Տարբեր տարիքում մարդիկ տարբեր կերպ են քնում, եւ քնի փոփոխությունը ծերացման ու վատառողջության առաջին եւ ամենալավ փաստարկված նշաններից է։ Գրեթե ցանկացած խանգարման դեպքում առաջին հերթին խանգարվում է քունը։ Օրինակ, մյուս ախտանիշների հայտ գալուց մոտ 5-10 տարի առաջ Պարկինսոնի հիվանդների մոտ առաջանում է քնի հատուկ խանգարում։ Նման դեպքերում մղձավանջներ են տեսնում, քնի մեջ նրանք կարող են գոռալ կամ բռունցքը խփել պատին։ Գոյություն ունի, այսպես ասած, քնի տարիք հասկացություն։ Օրինակ, եթե 55-ամյա մարդը ողջ գիշեր հանգիստ քնում է եւ ունի կանոնավոր REM քնի ցիկլեր, ապա նրա գիշերային հանգստի տարիքը կարելի է գնահատել օրինակ 45 տարի։ Այս թեմայի մասին ավելին իմանալու համար Սթենֆորդի, Կալիֆոռնիայի տեխնիկական եւ Դանիայի այլ գիտական հաստատությունների գիտնականները վերլուծել են 20-ից 90 տարեկան 10699 տղամարդկանց եւ կանանց քնի տվյալները։ Ուսումնասիրելով 20-ից 90 տարեկան 10699 տղամարդկանց եւ կանանց քնի տվյալները, հետազոտողները եկել են այն եզրակացության, որ գիշերային արթնության մասնատումը, երբ մարդը գիշերվա ընթացքում մի քանի անգամ արթնանում է 1 րոպեից պակաս ժամանակով եւ չի հիշում դա, մահացության ամենաուժեղ կանխատեսումն է։ Բարեբախտաբար քնի տարիքը կարելի է բարելավել եւ դրանով իսկ կանխել վտանգավոր հիվանդությունները։ Դա անելու համար գիտնականները խորհուրդ են տալիս քնել եւ արթնանալ մարդկանց մեծամասնության համար ստանդարտ ժամերին, ոչ շատ ուշ եւ ոչ շատ վաղ, քնել մութ սենյակում, ենթարկել ձեր մարմինը կանոնավոր ֆիզիկական ակտիվության, բայց ոչ անմիջապես քնելուց առաջ տալ ալկոհոլ, կոֆեին եւ առատ սնունդ գիշերվա համար։ Երուսաղեմի բնակիչները շքեղության մեջ էին մեր թվարկությունից առաջ 8-րդ դարում։ Իսրայելցի հնագետները, ովքեր պեղումներ են իրականացնում Դավիթ քաղաքում, հայտարարել են փղոսկրից ավելի քան 1500 բեկորների հայտնաբերման մասին։ Նախկինում դրանք թվագրվել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարով, այսինքն հենց առաջին տաճարի ժամանակաշրջանով։ Բոլոր գտածոները հայտնաբերվել են մեծ շենքում, որն ակտիվորեն օգտագործվել է մեր թվարկությունից առաջ 8-ից 7-րդ դարերում։ Այն հավանաբար ավերվել է մեր թվարկությունից առաջ 586 թվականին Բաբելոնի գրավման ժամանակ։ Հետազոտողները ենթադրում են, որ փղոսկրի կտորները ժամանակին մոդայիկ կահույքի կամ դռների բեկորներ են եղել։ Փղոսկրին Աստվածաշնչում մենք հանդիպում ենք, երբ խոսքը վերաբերվում է ծայրահեղ շքեղությանը, օրինակ Սողոմոն թագավորի մեծ փղոսկրյա գահը կամ Աքահաբ թագավորի պալատը զարդարված փղոսկրով։ Հնագետները կարծում են, որ շենքը, որում հայտնաբերվել են փղոսկրի բեկորները, առաջին տաճարի օրոք եղել է կամ քահանայապետի նստավայրը, կամ թագավորական ընտանիքի տունը, կամ այդ գործառույթները համատեղվել են։ NASA-ի լուսային հրթիռի առաջին թռիչքը չեղարկվել է մեկնարկից 40 րոպե առաջ։ Օդագնացության եւ տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը NASA-ն Artemis ծրագրի պաշտոնական բլոգում հայտնել է. Տնօրենը դադարեցրեց նախահարձակման հետ հաշվարկը մեկնարկից 40 րոպե առաջ։ Պատճառը շարժիչի փորձարկման ժամանակ սենսորների աննորմալ ցուցիչներն էին։ Կատարվեց արյունահոսության փորձարկում եւ շարժիչները ցույց տվեցին թույլ ջրածնի հոսք։ Նման խնդիր արդեն եղել է մեկնարկի զգեստային փորձերի ժամանակ, բարեբախտաբար սկսվել է մինչ գործարկման հետ հաշվարկը։ Անհավանականորեն ինչ-որ բան սխալվեց եւ երրորդ շարժիչի աշխատանքը դուրս եկավ թույլատրելի սահմաններից։ Այժմ SLS-ի առաջին եւ երկրորդ փուլերը կսկսեն վառելիքի բաղադրիչների արտահոսքը, որը կտևի մի քանի ժամ։ NASA-ի աշխատակիցները կկարողանան մոտենալ համեմատաբար անվտանգ վայրին, անձամբ վերլուծելու սարքավորումները։ Հիշեցնենք, որ Artemis 1 առաքելությունը փորձնական է։ Դրա ընթացքում ցանկանում եմ մշակել լուսնի հետազոտման ամերիկյան նոր ծրագրի շրջանակներում հետագա օդաչուների թռիչքների ընթացակարգերի մեծ մասը։ Orion նավն առանց անձնակազմի եւ կենսապահովման սարքավորումների թերի փաթեթով տիեզերքում կանցկացնի մինչև 1.5 ամիս։ Նրա հետ 1 տասնամյակ հետազոտական միկրոարբանյակներ կմտնեն լուսին։ Հաջորդ SLS թռիչքը տեղի կունենա առաջինից ոչ շուտ, քան 1 տարի անց եւ արդեն Orion նավի անձնակազմի հետ։